Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառին Թովյանն եմ, կարևորը նախամարոտ։ Ձերբակալել են Ալիկ Ալեքսանյանին, ինչ է հայտարարել քննչական կոմիտեն։ Խուզարկում են Հայաստան դաշինքի շտաբը, պատգամավորը մանրամասներ է հայտնել։ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչ է տեղի ունեցել։ Վարդերի հեղափոխությունից Թավշյա իշխանափոխություն, պատերազմ, տարածքային կորուստներ, հակադրություն Ռուսաստանի հետ և Արևմուտքի ուղղությամբ շարժում։ Սաակաշվիլի և Փաշինյան պատահական զուգահեռներ, թե նույն քաղաքական սցենարի տարբեր դրսևորումներ։ Ձերբակալել են Ուժեղ Հայաստան կուսակցության աջակից մեր ձևով ազգային արժեքների պահպանություն հասարակական կազմակերպության հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար Ալիկ Ալեքսանյանին։ Ըստ քննչական կոմիտեի բացահայտել են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափի փողերի լվացման դեպք։ Նախաքննական մարմինը կդիմի դատարան նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությամբ։ Խուզարկել են Հայաստան դաշինքի գրասենյակները, մասնավորապես աշտարակում։ Պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է նաև ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանը։ Ընդհանրապես պետք է արձանագրել, որ այս չարիքի իշխանությունը նման քայլերով և մեթոդներով ցանկանում է սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը, սրանով փորձում են ազդեցություն ունենալ մեր աջակիցների, համակիրների, ընտրողների վրա, որը չի ստացվելու։ Նիկոլ Փաշինյան, դու և քեզ սպասարկող իրավական համակարգը վաղուց արդեն կանխատեսելի է և ճղճին և նման քայլերով ու մեթոդներով որևէ արդյունքի չեք հասնելու։ Եվ երկրորդ արձանագրումը, որ ակնհայտ այս իշխանությունը լավ հասկանում է իշխանությունը կորցնելու վտանգը և այս քայլերն ու գործողությունները պայմանավորված են այդ վախերով։ Կոչ եմ անում միջազգային դիտորդներին նկատել այս ամեն ինչը, տեսնել և համապատասխան գնահատական հնչեցնել, հակառակ դեպքում այսքան երկար կույր ձևանալ պարզապես հնարավոր չէ։ Արդեն 3 օր է իրավապահները ինտենսիվ խուզարկում են արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների վարձակալած բնակարանները։ Ըստ փաստաբան Ռոման Երիցյանի խուզարկությունների ընթացքում առգրավել են հեռախոսներ, բերման են ենթարկել մի քանի անձանց։ Քննչական գործողությունների պատճառը դիմակավորված անձանց մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտնի տեսաուղերձն է։ Չնայած այն հանգամանքին, որ տեսանյութում խոսող անձի աչքերի գույնն ակնհայտորեն տարբերվում է Մհեր Միրզոյանի աչքերի գույնից, իսկ վերջինս արդեն ավելի քան 3 տարի բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իրավապահների ինտենսիվ գործողությունները շարունակվում են։ Մհեր Միրզոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մեկ այլ միջադեպ էլ գրանցվել է Արմավիրի մարզում, գիշերը հրկիզել են ակտիվիստ Սրբազան պայքար շարժման անդամ Արմեն Ալեքսանյանի մեքենան։ Ըստ Ալեքսանյանի մեքենան հրկիզել են քաղաքական հայացքների պատճառով։ Ինչ վարկածներ են շրջանառվում, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Սա ակտիվիստ Սրբազան պայքար շարժման անդամ Արմեն Ալեքսանյանի մեքենան է։ Գիշերն է այրվել։ Ըստ Ալեքսանյանի մեքենան հրկիզել են քաղաքական հայացքների պատճառով։ Կադրերից երևում է, որ հրդեհը բռնկվել է մեքենայի սրահում, վարորդի նստատեղի տարածքում։ Ալեքսանյանն այս մասին Facebook-ում էր ահազանգել, տեսանյութ ու լուսանկար հրապարակել։ Ասում է, մեքենայի կողքին կիսադատարկ շիշ են գտել, մեջը վառելիք։ Լրացնելու փորձ են ուզում անեն, որ մեզի լրացնեն, մեր տեսակին լրացնեն։ Փորձել են սրանից 1 տարի առաջ, 2 տարի առաջ կալոս ճղել, հայլի ջարդել, ավտոյի ֆար ջարդել, այս անգամ արդեն մեքենա են բաժար տալի։ Ալեքսանյանն ասում է, դեպքը տեղի ունեցել գիշերը Արմավիրի մարզում։ Տուժողն ահազանգել է ոստիկանություն, ներքին գործերի նախարարությունից եկել են, մատնահետքեր են վերցրել, հարակից տարածքի տեսախցիկներն են ստուգել։ Ես ոստիկաններին եկել են, ես ասել եմ, որ սա դիտավորություն է, պատահականություն չի լինում, պատահականությունով սայլակի շիշը չի հայտնվում ավտոյի մեջ է, փորձել են հրկիզել մեքենան, լավ մարդիկ մի քիչ չուտ են տեսել,
շուտ ձեն են տվել, դուրս ենք եկել, փորձել ենք հանգցնել։ Սրբազան պայքարի գործով փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասում է, ակնհայտ է, որ մեքենան դիտավորյալ հրկիզել են։ Պատճառների մասին Հարությունյանը պնդումներ չի անում, թեպետ ինքն էլ է կասկածում, որ Ալեքսանյանին ցանկանում են լռեցնել։ Պարզ է, որ դա իրեն լռեցնելու համար էր, որովհետև իր քննադատական խոսքը, իր հումորային մեկնաբանությունները երևի ինչ-որ մարդկանց ցավացնում էին։ Նույն գործով մյուս փաստաբանը Վարազդատ Հարությունյանն էլ նշում է, քանի դեռ հակառակը չեն ապացուցել, մեքենան այրելու հիմնական վարկածը քաղաքական հաշվեհարդարն է։ Կարծում եմ, որ քաղաքական հետապնդում է ու քանի չեն գտել անողներին ու չեն պատժել, այդ կասկածները չեն սրվելու։ Արմեն Ալեքսանյանը հաճախ է աչքի ընկնում իշխող ուժին քննադատող հայտարարություններով։ Ավելի վաղ Facebook-յան ուղիղ եթերում հայտնել էր, որ ահազանգ է ստացել։ Ջրվեժի համայնքապետարանում աշխատակիցներին ստիպում են քվեարկել ՔՊ-ի օգտին, հակառակ պարագայում սպառնում են ազատել աշխատանքից։ Քննչական կոմիտեն գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։ Ինքը Ալեքսանյանը մեծ հույսեր չունի, որ միջադեպի հանգամանքները կպարզվեն։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնել են քրեական վարույթ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է։ Եվրամիությունը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանում կայանալիք խորհրդարանի ընտրությանը ազդելու փորձի համար։ ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիփերը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը։ Նրա խոսքով Հայաստանը որպես ինքնիշխան ժողովրդավարական եւ անկախ երկիր իրավունք ունի ընտրելու իր սեփական ուղին եւ գործընկերներին։ Այս հայտարարությունների ֆոնին Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկողական ծառայությունը հայտարարել է, որ ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից արտահանվող բալից, Իրանի, դեղցի, նեկտարինի, սալորի եւ թարմ խաղողի մուտքը Ռուսաստան, նաեւ դրանց տարանցումը ԵԱՏՄ երկրներ։ Ռուսական կողմը դա բացատրում է գտած որոշ խախտումներով։ Ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանի իշխանությունը փորձում է հանգստացնել գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով խնդիրը տեխնիկական բնույթի է եւ առաջիկայում կկարգավորվի։ Նա մասնավորապես նշել է, որ այս ամենի ֆոնին կառավարությունը փորձում է նոր շուկաներ գտնել հայկական արտադրանքի համար։ Եվրոպական միության արտահանումը կրկնապատկվել է, բայց էլ ավելի ագրեսիվ ենք եւ նպատակ ունենք քառապատկենք, հնգապատկենք մինչեւ տարեվերջ։ Պարոն Պապոյան, որ կոնկրետ եվրոպական ուղղությունները կհստակեցնեք եւ որ ապրանքների Եվրոպական միություն եւ պտուղ բանջարեղեն եւ մշակողարդյունաբերության արտադրանք, այսինքն ամեն ինչ։ Եվ ինչն է պատճառը սահմանափակումների ձկնեղենը, միրգ բանջարեղենը, ջերմուկը, ծաղիկները կա Ռուսաստանից ձևակերպված կոնկրետ խնդիր թե չէ։ Խնդիրը շատ այդպես տեխնիկական է եւ հասցեատերը մենք չենք, այսինքն էկոնոմիկայի նախարարությունը չէ, Զնդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է, իր գոլեգա մարմնի Ռոսսիլխոզնadzorի հետ, բայց ընդհանուր առմամբ նաև իմ տեղակալը եղել է վերջերս Աստանայում եւ հանդիպել է ռուսաստանցի գործընկերների հետ, մթնոլորտը շատ դրական է եւ բոլոր կողմերը հակված են խնդրին լուծում տան եւ ես կարծում եմ, որ ընտրություններից հետո շատ արագ այս հարցերին լուծում կտանք։ Տնտեսական խնդիրների կողքին քննարկվում է նաև էներգետիկ անվտանգության հարցը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադառնալով այն հայտարարություններին, թե Ռուսաստանը կարող է դադարեցնել Հայաստանին գազի եւ վառելիքի մատակարարումները, հայտարարել է, որ Հայաստանն ավելի մատչելի գներով գազ ստանալու առաջարկներ ունի։ Ըստ նրա, խոսքը ոչ թե Ադրբեջանից, այլ երրորդ երկրից հնարավոր մատակարարումների մասին է։ Գները շարունակում են աճել, դա ես կարծում եմ որոշակի բալանսի է գալիս, բայց մի բան եմ ուզում ձեզ ասել, խնդրում եմ ճիշտ հասկանանք իրար, եկեք գնացեք բոլորը ձեր մամուլի կենտրոններով ուսումնասիրեք Վրաստանի վերջի 10 տարվա գազի գինը եւ Վրաստանը ումից է ձեռք բերել, ինչ երկրներից է ձեռք բերել եւ ինքը վերջնական արդյունքում սպառողին ինչ գնով է հանձնել։ Եվ ուսումնասիրեք Վրաստանը երբ որ ձեռք է բերել, ձեռք բերելու գինը, սպառողին հանձնելու գինը տոկոսային ինչքան է։ Հայաստանի Հանրապետությունը միակն է աշխարհում, որ 120% է գնի վրա
տեղականը բարձրացնում գինը։ Նկատի ունեմ այլ երկրում ձեռքաբերում այլ գնով, Հայաստանի Հանրապետությունում վաճառվում է 120% ավել գնով։ Պետդումայի խոսնակ Վոլոդինը հայտարարել է, որ հավանաբար Փաշինյանն անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու հարցում եւ կատարում է այն։ Նրա խոսքով Փաշինյանին չի հետաքրքրում ոչ հայ ժողովրդի ճակատագիրը, ոչ էլ Հայաստանի պետականությունը։ Նա քաղաքացիներից թաքցնում է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ծախսերը, ասել է Վոլոդինը։ Հեղափոխություն, իշխանափոխություն, Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում, պատերազմ եւ դեպի արևմուտք շարժվելու հայտարարություններ։ Այս շղթան շատերին հիշեցնում է տարիներ առաջ Վրաստանի անցած ճանապարհը։ Այսօր ավելի ու ավելի հաճախ են համեմատում Նիկոլ Փաշինյանին եւ Սաակաշվիլիին, փորձելով հասկանալ, պատմությունը կրկնվում է, թե նմանությունները միայն մակերեսային են։ Հեղափոխություն, իշխանություն, պատերազմ, պարտություն, Ռուսաստանի Դաշնության հետ կապերի վատ թարացում եւ ձգտում դեպի արևմուտք։ Փաշինյանի եւ Սաակաշվիլիի հետագծերի նմանությունն է։ Արդյոք տեղին է Փաշինյանի եւ Սաակաշվիլիի համեմատությունը։ Նման են արդյոք երբեմնի Վրաստանի ու ներկայիս Հայաստանի բռնածուղիները։ Սաակաշվիլի, Փաշինյան, Ուկրաինայի ղեկավարները նարնջագույն հեղափոխությունից հետո, գիտեք, երբ փորձում ես քո քաղաքականությունը ձևավորել կամ փոխել առանց հաշվի առնելով օբյեկտիվ իրականությունը, միշտ առաջանում են խնդիրներ։ Սաակաշվիլիի օրոք Վրաստանի կոշտ հակառուսական կուրսը ավարտվեց 2008 թվականի պատերազմով եւ տարածքային ծանր կորուստներով։ Քննադատներն այսօր հարց են բարձրացնում. արդյոք Հայաստանը չի շարժվում նույն վտանգավոր տրամաբանությամբ։ Եվ Սաակաշվիլին եւ Փաշինյանը նույն սադրիչ քաղաքականությունն են վարել, երկուսն սադրել են պատերազմ, մեկը ընդդեմ Ռուսաստանի, մյուսը ընդդեմ Ադրբեջանի եւ վերջն արդյունքում տարածքային կոնֆլիկտները, որոնք կային, ինքնորոշման իրավունքի համար կոնֆլիկտները, որոնք կային Հայաստանի Հանրապետության համար, որոնք կային Վրաստանի համար, այդ կոնֆլիկտները լուծվեցին ամենավատ տարբերակով հայերի համար եւ պաշտոնական Թբիլիսիի համար։ Հայաստանի եւ Վրաստանի դեպքում պատերազմից հետո առաջ քաշվող թեզերը նույնպես նման են, կորցնելով տարածքներ, դառնում ես ավելի անկախ եւ ինքնիշխան։ Երբ որ Սաակաշվիլին հրահրեց 2008 թվականի պատերազմը, կարոզ էր գնում, որ այդ կորցնելով վերջնականապես Աբխազիան եւ Հարավային Օսիան, որոնց անկախությունը ճանաչեց Ռուսաստանը, Վրաստանը դառավ անկախ։ Վրաստանը զրկեց Ռուսաստանին հնարավորությունից իր քաղաքականության վրա ազդելու։ Ես չեմ դարմանա, թե Վրաստանի նախագահ Միխայել Սաակաշվիլին ասաց լիներ, որ մենք ոչ թե կորցրեցինք Աբխազիան եւ Օսիան, այլ գտանք Վրաստանը։ Արցախի կորստից եւ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության վերացումից հետո իշխանությունները խոսում են Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման մասին։ Կորստի ցավը նվազեցման միջոցով ստիպեն, որ համակերպվես կորուստների հետ։ Չեմ արդեն, եթե ինչ-որ մի բան է կորցնում, որպեսզի այդ կորուստի ցավը իր համար շատ մեծ չլինի, ասում է, դե լավ, դե կորածը մի եսի ինչ չէր, չէ՞։ Իսկ մեզ պետք է Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք է։ Իսկ մեզ պետք է այն սարը, որի վրա տարվա ընթացքում 6 ամիս ձյուն է։ Դա ուղղակի շատ անազնիվ հոգեբանական գրոհ է սեփական ժողովրդի դեմ։ Փորձագետների կարծիքով երկու առաջնորդներն էլ իշխանության գալուց հետո որդեգրել են քաղաքականություն, որը հանգեցրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը, սա նույնպես ներկայացնելով որպես անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման ճանապարհ։ Եվրամիությունը դռները չի բացել քո առաջ, չի ասում արի։ Բայց ես դու ասում ես ես ուզում եմ գնամ, այն մյուս կազմակերպ, մյուս տնտեսական միությունը, մյուս մաքսային միությունը, կասի դե գիտես ինչ կա, կողմնորոշվի։ Ուզում ես գնաս, գնա, բայց ստեղից արդեն դուրս արի։ Սա է խնդիրը։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը կարծում է, որ Սաակաշվիլին գոնե ինչ-որ հաշվարկներ ուներ Ռուսաստանի պատժամիջոցների դեպքում երկրի տնտեսական կայունությունը ապահովելու համար։ Վրաստանի իշխանությունները իրենք այս քայլերը անելուց իրենք գիտեին, որ լավ թե վատ, բայց Եվրամիությունն, Ամերիկայի Միացյալ Նահանգները մասամբ
կոմպենսացնելու են ռուսական շուկայի կորուստը իրենց համար։ Գրանտերի տեսքով, վարկերի տեսքով, ուղիղ միջամտությունների տեսքով։ Մեր պարագայում տենց բան չկա, բայց Նիկոլ Փաշինյանը միևնույն է գնում է այդ քայլին։ Մյուս կողմից վերլուծաբանները հիշեցնում են, որ Հայաստանի անվտանգության միջավայրը էապես տարբերվում է Վրաստանից, իսկ տարածաշրջանային մարտահրավերները Երևանին ստիպում են ավելի զգուշավոր հաշվարկել իր քայլերը։ Վրաստանը ունի եւ ուներ շատ ավելի մեծ մրցակցային առավելություն Հայաստանի նկատմամբ։ Ելք ունի դեպի ծով։ Մենք դեպի ծով ելք չունենք։ Դեպի արևմուտք ճանապարհը Թուրքիան փակել է, դեպի արևելք ճանապարհը Ադրբեջանը փակել է, Իրանում պատերազմը, հյուսիս Վրաստան որ գնաս, Վրաստանից հետո ուր պիտի տանես քո ապրանքները։ Ռուսաստան դու քո հարաբերությունները որ փչացնում ես, ինչպես պետք է տանեն, մանավանդ հաշվի առնելով, որ Ռուսաստան-Վրաստան վերջերս նկատվող ջերմացում։ Արդյոք Հայաստանը չի կրկնում այն ուղին, որով տարիներ առաջ անցավ Վրաստանը եւ պատմական ու տարածաշրջանային տարբերությունների պարագայում ինչպիսին կլինեն երկու երկրների քաղաքական ճակատագրերը։ Համենայն դեպս, Սաակաշվիլին հետևողականորեն աջակցում է Հայաստանի գործող իշխանությանը, իրեն համեմատելով Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ վերջերս հորդորում էր չվախենալ Ռուսաստանի գազի թանկացման սպառնալիքից։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իրանի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբը հայտարարել է, որ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է եւ որ Իրանը չի հանձնվի։ Շտաբից հայտնել են, որ գործողությունները կշարունակվեն մինչեւ Իսրայելն ու ԱՄՆ-ն չհանձնվեն եւ լիակատար զղջում չհայտնեն, սպառնալով ավելի ավերիչ եւ լայնածավալ գործողություններով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե անգամ Իրանի հետ բանակցությունները կանգ առնեն, դա չի նշանակում, թե Վաշինգտոնը պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները։ Թրամփի խոսքով ինքը դեռ չի ստացել որևէ պաշտոնական տեղեկություն այն մասին, որ Թեհրանը հրաժարվել է բանակցություններից։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ճնշումը Իրանի նկատմամբ եւ պահպանելու է գործող սահմանափակումները։ Սերբիայի նախագահը հայտարարել է, որ իր ժամկետի ավարտից հետո չի առաջադրվի որպես նախագահ, սակայն Ալեքսանդր Վուչիչը Բլումբերգին ասել է, որ հնարավոր է զբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, այս պահին առաջարկում եմ դիտել Իրական Հայաստան առանց ֆիլտրի թողարկման երկրորդ թողարկումը, որը Վայոց ձորից է։ Ողջույն սիրելի հետևորդներ, բարև ձեզ, բարի կեսօր կարելի է ասել։ Մենք մեր երթը շարունակում ենք, հասել ենք արդեն Վայոց ձորի մարզ, քարտեզի վրա նայում էի, ամենաչակերտավոր, այսպես ասեմ, քիչ լուսաբանված կամ այն համայնքներից, որոնց քիչ անդրադարձ է եղել, Արտավանն է եղել, հիմա գնում ենք դեպի Արտավան, տեղից վերադառնալուց Արենի չհասած, Խաչմերուկից պետք է ձախ թեքվենք, շրջապատույթ կատարենք, հայերեն ասած ռազմարոտ անենք ու մտնենք Արտավան, էլի դիգնանք, տեսնենք ինչ տներ են, ովքեր են այդտեղ ապրում ու լրիվ պատահականության սկզբունքով մոտենանք մեկն ու մեկին, դուռը ծեծենք, ասենք այսօր ամբողջ օրը ձեր հետ պիտի անցկացնենք։ Արտավան, խանութից դուրս եկանք գյուղամեջով հիմա այսպես հենց գնում ենք, այսպես գնանք ստանր տներ կան, մի փոքր բարձր են, ճանապարհը շատ անմխիթար է։ Հարը ձեզ,
Ես հաշտ տեսարան, չէ։ Ես Աբրահամն եմ։ Ես ճանաչում եմ։ Շատ ուրախ եմ, բարև ձեզ։ Լավ եք։ Շնորհակալություն, շատ լավ։ Մեզ մի օրով եկել եմ ես ձեզ հյուր, ձեր ամբողջ կենցաղը կիսելու, ձեզ հետ ժամանակ անցկացնելու, ձեզ առօրյա հոգսեր մի փոքր թեթևացնելու, եթե հնարավոր մի փոքր լավ զրուցելու իրար հետ։ Պիտի հանենք, չէ, կոշիկները պարտադիր չէ։ Սա վերցրեք, խնդրեմ։ Ինչի համար շնորհակալություն։ Վայ։ Այս ավանդույթը բոլոր հայկական տոհմերում եղել է, բոլոր ժամանակներում է եղել։ Ճիշտ է դա միջնադարից շուտ է գալիս, որ տան շեմը հատելիս անպայման պետք է մաքուր տրեխներով կամ մաքուր կոշիկներով կամ ոտնամաններով այսպես պիտի մտնես, այնպես որ մեզ համար որևէ անհարմարություն չկա գյուղական ցանկացած տուն որ մտնում, ինչու ոչ միայն գյուղական, քաղաքում էլ մենք ունենք այդ ավանդույթը, առաջին հերթին հարգելով տան տիկնոջ հոգնությունը եւ ջանքը, որ ինքը գործադրում է իր տոնը մաքրամաքուր պահելու համար, որովհետեւ տան մաքրությունը տան տիրուհու երեսն է, այդպես են ասում։ Դրա համար միշտ չխորշենք, չվարանենք, մեր ոտնամանները հանենք։ Ահա, շնորհակալություն։ Ես աշխատում եմ դպրոցում, մանկավարժ լեզվագրականություն եմ դասավանդում, անասնապահությամբ եմ զբաղվում, գյուղատնտեսություն, բանջարբոստան, ինչ։ Ես որ բան լինի, այս դնեմ։ Մթերումներ ենք անում, տուրիզմով եմ զբաղվում, հյուրատուն է տունես։ Այդ ոնց եք հասցնում։ Հասցնում ենք, օգնողներ ունեմ։ Տանը բոլորը։ Ժամանակ մենակ է, բայց հիմա օգնողները կան, ամեն հասցնում ենք։ Լավ։ Այսինքն ձեր ժամանակը ճիշտ կարգավորում եք, բոլորը հասցնում են։ Միանշանակ, առավոտ շուտ արթնանում ենք, ժամը 6-ին գովերը ճամփում ենք։ Դաշտ, կտրում ենք հարկել, առասկտել չէ։ Գովերը ճամփում ենք դաշտ, մաքրություն, բան, կաթ, մերել, պանիր հանել։ 10 տարի դպրոցում եմ աշխատում, դրանից առաջ գյուղապետարանում եմ աշխատել 25 տարի։ Այս ինչ լավ տուն ենք ընկել տարոն տեսնում ես, բայց մենք այս ամեն ինչի մասին խոսում ենք չծանոթացանք, ձեզ ինչպես դիմենք։ Տիկին Դուստրիկ։ Տիկին Դուստրիկ իսկ ազգանն է։ Գալստյան։ Տիկին Գալստյան, այսպես կարող ենք դիմել, Տիկին Գալստյան կարող ենք դիմել։ Ես Աբրահամ եմ։ Ես ձեզ ճանաչում եմ, ձեր հայրենասիրության մասին նույնիսկ գիտեմ, հետևում եմ ձեզ։ Տարոն տեսնում ես ինչ եղանակ է, չգիտեմ ոտներս խերով է, խերով չէր, բայց մի հատ ցույց տուր էլի, նա ինչ մառախուղ է, ամբողջությամբ անպամած, այս դիմացի տունն էլ էլի, այս ինչ լավ տուն է, արժեր չէ, կուզեիր մնալ ստեղ, անտառի մեջ, բացատի մեջ կարելի ասել, մենք ինչ էինք նախատեսել, մենք Տիկին Գալստյանի հետ խոսեցինք, ասեց, որ պիտի գնայինք ձիերը բերեինք, հետո դաշտ պիտի գնայինք, բայց այս եղանակի պայմանների պատճառով չեն կարողանալու գնալ այդտեղ, ճիշտ ասած, ցեխը ամբողջությամբ։ Իրենք էլ չեն գնում, այնպես չի, որ ես ցեխից խուսափում եմ կամ չեմ ուզում գնալ։ Առաջարկել եմ, ասեց, որ չէ, մինչև անձրևը չնստի, չանդապտի, հետո նախիրի ժամը 6-ի կողմերը գալիս է, կթեն, հետո լիքը գործ ունեն անելու, դաշտում էլ մարդիկ կան, բայց եկել են, դաշտից եկել են այդ մարդիկ, այս անձրևի պատճառով, բույսեր էին քաղում, բանջար էին քաղում, սինդրիկ էին քաղում, Տիկին Գալստյանին տանը ինչով կկարողանանք օգնել, արի Տարոն ջան, Տիկին Գալստյանը ներսում է, սկսել եք ձեր գործը, ես ներկայացրի, որ բանա չենք կարողանալու դրսում այսպես որևէ գործ անել։ Սա անում եք, հետո անում եք վաճառքի, չէ՞։ Վաճառքի ենք անում։ Եվ տանն եք օգտագործում։ Եվ տանն եք օգտագործում, եւ բաժանում ենք բարեկամների եւ վաճառում ենք։
Հասկացա, այսպես վերեմ, ինձ հիմա մի հատ կասեք, ինչ ենք անում։ Ես առաջին անգամն եմ որ նման բան պիտի անեմ։ Տեսել եմ որ վաճառքի որ դնում են, բայց չգիտեմ։ Հա, իհարկե փորձեմ, բայց ոնց են անում, ուզում եմ հասկանալ։ Այսպես դնում եք երկու հատից կամ մի հատից, դնում եք ու բերում եք վերև, նորից դնում եք ստեղ, էսել եք վերում սրա վրա։ Այս գոբելենի նման մի բան է։ 3 մետր։ 3.5 նույնիսկ։ Այսքանը դաշտից եք դուք։ Այսքանը չի շատ է։ Ավելի շատ։ Ավելի շատ, ես մի մասն եմ բերել հələ այստեղ։ Մեկ էսի Ես փորձեմ։ Հա, ահա։ Ես պաստորեն դնում եմ այստես։ Մի քիչ կարճ։ Կարճ եմ դնում, այս։ Այս մի մասը, այսի։ Այս հետևի մասը։ Սենց։ Ու նույնն էլ հակառակ կողմից։ Դնում եք այստեղ, այն մեկն եք վերում։ Այն մեկն եմ վերում։ Հիմա շատ լավ ստացվեց։ Արփի ջան, իմացիր։ Այսպես։ Հիմա այս եք դնում։ Այն մեկն եք վերում։ Այ որ աղջիկ ունենաք, մազերը այսպես կհյուսեք արդեն։ Այդ աղջիկ երեխա ունենալու թեման շատ լուրջ թեմա է։ Շատ գեղեցիկ ստացվեց։ Ես հիմիկվանից սովորում եմ, թե ապագա իմ դստեր մազերը ինչպես են հյուսելու։ Ամբողջ կյանքում երազել եմ աղջիկ երեխա ունենալ։ Ըստ ձեզ որն է որ չի ստացվում այդ կողմնացույցը ճիշտ ուղղել։ Մենք կարծես թեքվել ենք, շեղվել ենք։ Երեխաների պահվածքից սկսած մենք այդ ամեն ինչը ականատեսն ենք լինում։ Ըստ ձեզ որն է։ Ինձ թվում է այս հեռախոսները։ Չես կարողանում երեխային կտրես հեռախոսից, ինտերնետից։ Ամբողջ օր գիրք կարդալ բացարձակ չկա։ Չեն կարդում։ Ասում ես, ինչի՞ սա պետք է գիրքը։ Ինձ պետք չի, ինչ պետք է, ես ինտերնետից կիմանամ։ Հիմա մենք մեր դպրոցում արգելել ենք հեռախոս բերելը։ Այո։ Այդ ո՞նց։ Եթե բերում են, տալիս են 11-ին կամ տնօրենի մոտ։ Հա, պահում են, հետո դասի վերջին։ Այս է որոշում, չնայած Երևանում մի քանի դպրոցներում էլ կա։ Հա։ Կամ չեն բերում, պետք է չի որ բերել։ Ենթակառուցվածքներ չկան մեծ հաշվով այստեղ։ Չէ։ Առայժմ չկան, խոստացել են, որ պիտի ինչ-որ մի բան անեն, տեսնենք կանում, թե չեն անում։ Ես չեմ էլ հավատում, որ կլինի, բայց դե Նորնակ ստեղ Արենինա բանա եւ այլ տուրիստական ուղղություն է, էլի գալիս են նկատի ունեմ այս կողմերը։ Պետքա որ էս էլ մտնի, չէ, տուրիստական այդ բաների մեջ։ Ծրագրի թե ծրագրերի եւ այլն եւ այլն։ Արշավի մեջ դե գալիս են տուրիստներ գալիս են, այնպես չի չեն լինում։ Բայց դե այն չի էլի, ասենք երևի մեր գյուղն ավելի գեղեցիկ է, քան ստեղ Արենին։ Բայց Արենին ինչքան շատ է, երևի նորավանքն է նպաստում, թե հիմա գովազդը չկա, մեր գյուղի տեղը չգիտեն։ Այդտեղ գինի ունեն հետո։ Գինի ունեն, մենք էլ քյալագյուշ ունենք։ Քյալագյուշ, ահա, դուք սարքում եք քյալագյուշ։ Պարտադիր։ Մեր համար քյալագյուշը Քաշից էլ համով կերակուր է։ Ես շատ եմ սիրում, գիտեք ինչի։ Իմ զոքանչը բարբերաբար սարքում է հատուկ ինձ համար։ Իմ զոքանչը Նախիջևանցի է։ Հա։ Բայց որտեղից է սարքում, որտեղից է ճարում Չորաթանը։ Չորաթանը մի կերպ ճարում է, չգիտեմ որտեղից կոնկրետ, բայց այն որ ասում է Հեսուս սիրտը ուզեց։ Արմատներով ասցիք Նախիջևանից չեք։ Պապիկս Նախիջևանից է, բայց Սալմաստից եք ոնց որ։ Հա, Պարսկահայեր եք մեծ այդքով։ Հա, երևի։ Նորեկացներից եք։ Նորեկներից ենք, հա։ Նորեկներից եք։ Ես հիմա մի հատ ձեզ անակնկալ եմ ուզում անել։ Սա կպահեք։ Ես մի հատ ուզում եմ զոքանչից զանգեմ։ Ու հարցնեմ թե ոնց է սարքում քյալագյուշը։ Ալո։ Գանեցա, ես եմ։ Հաճան, բարև։ Ոնց ես։ Ոչինչ։ Գլխանց ասեմ, որ քեզ ձայնագրում ենք։ Ես հիմա Վայոց ձորում եմ գտնվում, Արտավան գյուղում։ Շատ մի հրաշալի ընտանիքի եմ հյուրընկալվել, ես մի ծրագիր ենք անում Ջենեսիս Արմենիայով։ Հյուրընկալվում ենք մեր հայրենակիցներից մեկի տանը, իրենց կենցաղն ենք կիսում, առօրյան ենք կիսում, իրենց խնդիրների մասին ենք խոսում։
իրենց պատկերացումների, նպատակների, մի խոսքով էս ամեն ինչը զուտ որպես նախաբան ներկայացրի քեզ։ Ուրեմն, քանի որ այս Արտավան գյուղը Նախիջևանի սահմանակից է, խոսք գնաց քեզնից, խոսք գնաց խոհանոցից, համով ուտելիքներից եւ ես հիշեցի քո հրաշագեղ քյալագոշը, որ սարքում էիր։ Ահա։ Այդ քյալագոշի մասին էինք խոսում, հիմա ես Տիկին Դուստրիկի հետ եմ նստած ու գիտես ինչ եմ անում, չես հավատում։ Կյանքումս չարած բանն եմ անում։ Ուրեմն բանջար եմ հյուսում։ Սպիտակ բանջար, երևի կիմանատիկի։ Բանջարով ճաշ էինք պատրաստում այնտեղ։ Սպիտակ բանջարը գիտեք, որ նատիկին գայան է։ Ահա, գիտեմ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սպիտակ բանջարով մենք տահալով, զավարով ճաշ էինք պատրաստում։ Մենք էլ, նման է ուրեմն մեր խոհանոցներ իրար։ Հա, այդ սպիտակ բանջարը տահալով, բայց լավ, այդ զավարով մենք բանջարով ճաշ էինք ասում, իմ աղջիկ Ալփին շատ էր սիրում։ Բա ես ուղարկեմ։ Գանեցա նայ, ուրեմն ասում է չորաթան եւ մի հատ համեմունք ասեց, որը չգիտեմ դու ճարում ես թե չէ այդ քյալագոշի մեջ Մենք դնելու։ ունենք մեր տանը եղնիկի խոտա կոչվում։ Հա, եղջերախոտ, բայց ինչ են Մալալոթի էին ասում Նախիջևան։ Այո, Մալալոթի։ Հա, բայց դե եղնիկի խոտա դրա զաթարգմանավար։ Մենք այդ Գողթանի գյուղից մեր ծանոթներից միշտ մեզ համար ուղարկում են։ Ասեմ ձեզ, նույն համը մոտ է, հոտա այդ բույրը դե ինքը շատ ուժեղ բույր ունի, բայց նույնը չի ինչ որ Նախիջևանինը։ Կարող է հնարավոր, բայց մեր մոտինում ես էլ եմ ուղարկում, մեր խնամի ունենք Նախիջևանից եկած, ինքը ասում է լրիվ Նախիջևանի այդ Մալալոթի համնա։ Չէ, իմ ամուսին ասում են, այնտեղի բույրը ուրիշ էր, մենք ունեինք պահած, նա որ բացում էր մի ուրիշ հոտ ուներ, էլի, իսա նմանն է, նորմալ է, էփում ենք, ասենք պատրաստում ենք, բայց այնտեղինը ուրիշ էր մեզ համար։ Դե այնտեղի ամեն ինչն է ուրիշ, դե տարածքից սկսած ուրիշ է հիմա։ Դե խոհանոցի վրա է կենտրոնացել, այո։ Բա դուք հիմա քյալագյոշը ինչով եք պատրաստում։ Ես ինքը չորաթան եմ պատրաստում։ Ինչով։ Քամած մածունով։ Չէ, չեղավ։ Հա, դե հիմա հա, մենք առնում էինք, գյուղից բերում էին մեզ համար, այս տարի ես ինքս եմ մածունը քամել, այդ քամած մածունով չորաթան պատրաստել, նմանա, բայց դե չի ինչ որ իսկական չորաթան է։ Հիմա ես ձեզ եթե իսկական չորաթան եմ ուղարկում, դուք պատրաստում եք քյալագյուղ։ Ես շատ շնորհակալ կլինեմ։ Ձեզանից շատ շնորհակալ կլինեմ, ու ես կպատրաստեմ անպայման։ Իսկ Մալալոթին էլ ուղարկեմ։ Չէ, ունեմ Մալալոթի։ Շնորհակալություն ունեմ, մենք վերցրել ենք։ Չորաթան եմ ուղարկելու եւ սպիտակ բանջար կարող եք չորացնել։ Իհարկե կարող եմ։ Հա, շատ շնորհակալ կլինեմ։ Ես հիմա հյուսում ենք փեսայիդ հետ։ Ես իմ ձեռքով այս անգամ ես եմ բան անելու, ասելու որ իմ սարքած կամ իմ բերած իմ պատրաստած բանջարով եք այո սարքում։ Գանեցա շատ շնորհակալ եմ որ ժամանակիցը տրամադրեցիր։ Ես անպայման չորաթանը կբերեմ, բայց խոստացի որ այս շաբաթվա ընթացքում քյալագյուշը պիտի ուտենք։ Անպայման, հենց կբերես ես կպատրաստեմ։ Դե շատ շնորհակալ։ Շնորհակալություն հայտնի։ Հա, շնորհակալություն, ստեսություն։ Շնորհակալություն։ Հայրենակիցներին մի հատ ասեք, ինչ խնդիրներ ունեք դուք այստեղ։ Որպես Արտավանի բնակիչներ, հասկանալի է, որ երիտասարդների համար ժամանցի կենտրոններ չունենք, դրա համար երիտասարդները չեն մնում գյուղում, 20 երիտասարդ ունենք, լավ է, ամուսնացած չեն։ Եվ չեն կարող ամուսնանալ, որ աշխատանք չկա, դեպի պահեն ընտանիք։ Դրսում էլ հեշտ չի բարձր ապրելը, ընտանիք պահելը։ Բա ինչ են անում։ Աշխատում են իր ամեն մեկն իր գլուխն է պահում։ Ամենը իր համար։ Բայց ոչ թե որ աշխատանք որպես այդպեսին չկա, աշխատանք լիքը կա, այստեղ այս բնության մեջ, այս բերի հողերի եւ արտերի մեջ ես տեսնում եմ, որ իրապես շատ մեծ հնարավորություններ ստեղծելու ֆինանսական հնարավորություններ ստեղ, փող աշխատելու մեծ շանսեր կան այստեղ։ Բա ինչ չեն անում։ Չեն անում մարդիկ, ինչ իմանաս, շաբաթ կիրակի աշխատող ջահելներ կան երիտասարդներ, գալիս են աշխատում են մեկ իմ տղան։
Ամբողջ օրը պոստերից իջելա, այս 3 օր սունկա հավաքում։ Այսինքն այդ հնարավորությունը կա, պետքա ցանկություն։ Հա։ Դա աշխատող մարդու տեղ, աստեղ ամեն մեկը չի, որ աշխատասեր է։ Ու գնում են, այդպես պայմաններ չկա, տան պայմաններ։ Չգիտեմ, իմ տղան ես որ ասում եմ պիտի գնաս Երևան, ասում է, ես չեմ ապրում այնտեղ։ Ես ոնց եմ սիրում մեր գյուղը։ Ընդհանրապես այնպիսի մոտեցում է ցուցաբերվել, որ շրջանների, հատկապես գյուղերի, դե 1800 մետրից բարձր է, չէ՞։ 1820 մետր այն։ 1820 մետր, պատկերացեք, գետնից պոկվեն մարդիկ գան, բոլոր նրանք ովքեր որոշումներ են ընդունում, այստեղ տեսնեն խնդիրները, դրանց պիտի վերադառնան միայն այն ժամանակ, երբ որ ձեր կարիքը ունեն։ Երբ որ խոստումներ պիտի տան, երբ որ, չգիտեմ, ինչ-որ ակնկալիքներ պիտի ձևավորեն, թե չէ, այս հնարավորությունները բնության այս հնարավորությունները ունեցող շատ մեծ պոտենցիալ ունենք մենք լիճի զարգացման։ Ունենք լիճ, ասեցի, չէ։ Այո, ասեցիք լիճ ունենք, գյուղատեղիներ, ներդրումներ ա պետք բերել։ Հա, ներդրումներ ա պետք։ Ես ասեմ, այդ լիճը եթե մի քիչ ներդրում անեն, ես կսարքեմ Պարզ լիճ չէ, պարզ լիճը պարզել չի, իսկ մեր այդ լիճը ձեզ բիզնես լեդի են ասում, դե ձեզ տեսնենք։ Մի քիչ չէ, մի ահագին ներդրում ապետ, ես ասում եմ մենակ մի քիչ գումար լինի, ես այս մեր հայելի այնքան զուլալա ջուր այնքան մաքուր է, չէ, հայելի լիճ են ասում։ Ինչպիսի երկում եք ուզում։ Ոյ, խաղաղ, առաջ երթի խաղաղ։ Ու զարգացած։ Ես որ ասում ստուտնից դուրս չեմ գալիս, որտեղ գնամ ինչա։ Ես իմ գյուղը, ես իմ ընտանիքը, հələ կողքից մի քանիսին էլ հետս եմ օգնում, պահում ենք։ Երեխեք ունեմ դրսում։ Համերաշխ գյուղ է ապրում։ Հա, շատ համերաշխ ենք մենք։ Ու կազմակերպած, եթե ասեցինք մի բան որ ձեռնարկում ենք, չէ, եթե մի քիչ էլ ասենք, չեմ ուզում ասել կառավարությունը, չէ, մեր կողքը կանգնած լինի, չէ, մենք կհասնենք ամեն ինչի։ Մի թեթև ես ասեցի, մեր քաղաքապետը շատ լավ աշխատում, ես չգիտեմ, եթե ամեն մի ղեկավար աշխատի իր նման, իսկապես ամեն գյուղ կբարգավաճի։ Չգիտեմ, տեսնենք հələ ինչ։ Քանի շունչ ունի գյուղը։ 320 շունչ։ 320 մարդ ունի, գրանցված։ Բայց դե բոլորը չի էլ որ ստեղ են ապրում։ Գրանցվածները շատ են, ամառանոց եկողները շատ են, բայց էլ ահագին ենք։ Դպրոցում սովորում ենք 28 աշակերտ, նախակրթարան ենք սարքում այս տարի։ Տեսնենք, ուզում ենք մի բանի հասնենք։ Այս ամբողջ երկիրի հիմա նստած իր երազանքներն է գույքագրում, այսպես ասենք, հա։ Մենք տարբեր համայնքներում ենք լինում, մարդկանց մոտ մի հետաքրքիր տրամադրվածություն կա, մարդիկ ասում են, որ այս տարի ինչ-որ փոփոխության տարի հնարավոր է լինի, ինչ-որ նոր հույս, նոր կայծ իրենց կյանքում, նոր փոփոխություն, որովհետև հոգնել են եւ այս ստեղծված վիճակից նորություն են ուզում ու այդ նորության դուռը այսպես տեսնում են խորհրդարանական ընտրություններում։ Ինչ է կարծում այս ընտրություններին մարդիկ պետքա գնան մասնակցեն առհասարակ։ Պարտադիր, ես ինքս էլ գնալու եմ, մասնակցելու եմ եւ իմ ընտրություն անելու եմ։ Դու այստեղ խնդիրը ամենևին չի վերաբերվում Պողոսին, Պետրոսին թե Մարտիրոսին, այստեղ խնդիրը այնա որ մարդը որը ցանկանում է ինչ-որ փոփոխություն, ինքը ռեալ մասնակիցը պետքա լինի այդ process-ի, ոչ թե տանը նստելով բողոքի, զայրանա, ուրախանա կամ չգիտեմ ինչ անի, որովհետև եթե ինքը իր ձեռքով չգնաց չմասնակցեց իր ապագայի կառուցմանը ընդհանրապես, ու անկախ փաստից ինչի մասին է խոսքը, կամ ում մասին է խոսքը։ Այստեղ սովորաբար բարձր է ընտրական մասնակցությունը։ Հա, 80-85%։ Գնում են մասնակցում։ Հա, գնում են։ Մնացածներ երևի դրսից եկողներն են, որ չեն կարողանում գալ հասնել, դրանք են, թե չէ 85%-ով մասնակցում են։ Մարդկանց ակնկալիքները արդարանում են սովորաբար, երբ որ ընտրության են գնում, թե էլի են, որ ասում են մեկա ոչինչ չի փոխվելու,
տանը մնանք ավելի լավ է, ինչ կարևոր է գնանք մասնակցենք։ Չեմ կարծում, որովհետև երևի զգում են էլի որ գնում են չեմ անում։ Չեմ կարող ասել։ Բայց անհրաժեշտ է այդ ամեն ինչը։ Չէ, գնալու են անպայման։ Եկար։ Դու լավ շուն ես։ Շունիկ գնա, այս գիտես չէ, արագարակություն են որ տանես հետը։ Ես լավ շուն է, բայց շատ խելոք շուն է։ Անունը լորդ Ավչակայի խառնուրդ, հա։ Արդեն հասցրել ես անունների։ Բա իհարկե, բա ես շուն շատ եմ սիրում։ Ի տարբերություն կատուների, կատու չեմ սիրում օրինակ։ Ես որ շուն եմ սիրում, ոչ կատու։ Չեմ սիրում։ Ընտանիքի պահելը լավ բան է, Վայոց ձորի մարզում ընդհանրապես, որը հայտնի է որպես գյուղատնտեսական եւ գյուղբարիքի մարզ։ Մեծ ներդրումներ եթե լինեն, այստեղ ոչ միայն երիտասարդների հետ կապված, աշխատուժի պոտենցիալ ունենք, մենք թե չէ։ Այո, ոչ չունենք։ Երիտասարդ ընտանիքներ շատ ունենք, հենց պատկերացրու ծերեր չունենք։ Երևի ամբողջ գյուղում մի 7-8 կամ 10 ամենաշատ։ Մնացած երիտասարդ ընտանիքներ են, աշխատող ընտանիքներ են էլի։ Բայց հիմնականում գնում են քաղաքներ կողքի կամ երիտասարդները մեծ մասամբ գնում են դուրս են գալիս։ Քանի որ ձեզ բիզնես լեդի են ասում, ինչ խորհուրդներ կտաք օրինակ ձեռներեց կանայք կամ կանանց կամ այն կանանց, որոնք ուզում են բիզնեսով զբաղվել գյուղական շրջաններում։ Որտեղից պետք է սկսեն։ Համարձակությունից։ Սկզբից ես այնքան վախենում եմ, որ ուզում եմ հյուրատուն գնել, որ չէի համարձակվում։ Երբ ուզում հիասթափված լինում, ես թվում է, բայց չի հիասթափվել։ Չգիտեմ, ես օրինակ հիասթափված չէի։ Ասում եմ, ով է լինի իշխանության, ով է գա իշխանության, մեկը աշխատող մարդ աշխատելու։ Ինձ համար ոչ մեկը կարող է ոչ մի բան չանի, ես եմ իմ տերը, ես եմ աշխատելու, ես եմ ստեղծելու։ Ուղղակի մի քիչ պետք է ժողովրդի հետևում մի քիչ կանգնած լինել էլի։ Արտավանից իջանք, կարկուտ, մեկ այցակ, ոնց ասում են, շատ վատ եղանակային պայմաններ էին, ցուրտ էր նաև, չկարողացան գնալ դաշտ, Գալստյանների ընտանիքը մեզ շատ լավ հյուրընկալել էր, շատ փողոցում ենք, լավ չի, բայց ստիպված էստեղով պիտի ավարտեմ այսօրվա մեր այցը, չկարողացանք մնալ, որովհետև ոչ մի հնարավորություն չկար անձրև, կարկուտ, քիչ էր մնում ձյուն գար։ Այստեղից էլ պիտի շարունակենք մեր ճանապարհը դեպի Երևան։ Շնորհակալություն նաև ձեզ, որ հետևեցիք, այս շաբաթվա ընթացքում կգնանք էլի երկու համայնք, երկու գյուղ տարբեր մարզերում եւ կտեսնենք մեր հայրենակիցները ինչպես են ապրում։ Այս ձայնի ֆոնի վրա էլ այս մեքենաների շքերթի ֆոնի վրա էլ ձեզ ասում եմ բարի գիշեր, արդեն կհանդիպենք մեր հաջորդ համայնքում, հաջորդ հայ ընտանիքի տանը լսելով իրենց եւ իրենց խնդիրները։